Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց թողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարանն եմ, խոսել եւ խոսելու ենք խնդիրների մասին, որոնք ուզում են կամ պետք է ուզեն։ Հասարակությանն այսօր բացառության կարգով ուրբաթ օրը մենք չենք նվիրել մշակույթին, ինչպես անում ենք ամեն ուրբաթ, որովհետեւ գտել ենք, որ այն խնդիրը կամ խնդիրները, որոնց մասին խոսելու ենք, հասարակության համար շատ ավելի էսպային շատ ավելի կարևոր են եւ այսօր իմ զրուցակիցն է Հայաստանի էներգետիկ ցանցերի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը, բարև ձեզ, պարոն Պետրոսյան։ Բարև ձեզ։ Պարոն Պետրոսյան, Հայաստանի էներգետիկ ցանցերը զրկվեց հավատարմագրումից, լիցենզիայից, այլ կերպ ասած, եւ գոնե շարքային քաղաքացիների համար այսպես ստեղծվել է բավական տարօրինակ վիճակ, այն իմաստով որ չեն հասկանում հետո ինչ է լինելու։ Այսինքն լավ զրկվեց, հետո Մեր քաղաքացիները ի սկզբանե ասեմ, որ մտահոգվելու առիթ չունեն, քանի որ այլևս ունենք դիմակայուն պետություն եւ պետական կառավարման համակարգի մարմինների ինստիտուցիոնալ լիազորությունների մեջ նման դեպքը, այսպես ասած, կարգավորված է հենց օրենքով եւ իրավակարգավորումներով։ Էներգետիկայի մասին օրենքով հստակ նման պարագայում նախանշված է այն ճանապարհը, որով պիտի առաջ շարժվենք։ Հայաստան էլեկտրական ցանցեր Փակbaşıնետական ընկերությունը զրկվեց բաշխման հզորությունների բաշխման լիցենզիայից, որը տրված էր հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի որպես ինստիտուցիոնալ համադրական մարմին կողմից, եւ ահա 6 հիմնավոր պատճառներով յուրաքանչյուրի մասով առանձին ընդհանուր որոշմամբ բաշխման լիցենզիայից զրկվեց ցանցը, բայց մտավ իրավակարգավորումների հաջորդ փուլ, երբ մինչև 3 ամիս ժամկետ ունի կառավարության ներկայացուցիչը բանակցելու ընկերության սեփականատերի կամ իրենց ներկայացուցիչների հետ բաժնետոմսերի կամ գույքային համալիրի կամ բաշխումն իրականացնող այդ ենթակառուցվածքների սեփականությունը ձեռք բերելու համար։ Մինչև 3 ամիս ժամկետում, եթե կողմերը համաձայնության չեն գալիս, կամ տեխնիկական, կամ ֆինանսական, գնային եւ այլն, ապա սահմանադրության 60-րդ հոդվածը արդեն նման դեպքում նախատեսում է հանրային գերակաշահի նորմը, ինչով որ պիտի մեր կառավարությունը առաջ շարժվի երաշխավորելու մեր քաղաքացիների սահմանադրական իրավունքները, էներգետիկ անվտանգությունը եւ ոլորտում որևէ ճգնաժամ թույլ չտալու առաջնահերթ մոտիվացիա։ Պարոն Պետրոսյան, երբ այդպես է ստացվել մեր կյանքը, երբ ասում են գերակաշահի կիրառում, արդեն ենթագիտակցորեն բոլորս գնում ենք ունեզրկման վրա, որովհետև ասենք հիշում ենք 2000-ականներին գերակաշահի անվան տակ ինչեր էին տեղի ունենում Երևանում, եւ երբ ասում ենք 3 ամիս հետո արդեն կիրառվի այդ նորմը, ասում են ըհը ունեզրկում։ Ես զերծ կմնամ այլ ժամանակաշրջանների, այլ կառավարությունների, այլ որակի մեր իսկ պետության, այլ որակի պետություն ունենալու դեպքում ինչ է տեղի ունեցել, բայց մեր այսօրվա պետությունը իրավական ժողովրդավար երկիր է եւ մեր ժողովրդավարության հիմնասյուներից մեկը նաեւ օրենքի գերակայությունն է եւ որ իրավունքի գերակայությունը եւ ահա հանրային գերակաշահի ինստիտուտը գործարկելիս բնականաբար մեծապես այդ թվում սահմանադրության եւ օրենքների պահանջով կառավարությունը հաշվի է նստում նաեւ սեփականատերերի օրինական շահերի հետ։ Ունեզրկում ի սկզբանե բացառվել է այս եւ ոչ միայն այս մեր կառավարության այլ որոշումներում եւս, եթե ունեզրկման մասին խոսք կարար լիներ, ապա մի ամբողջ 4 ամիս վարչական վարույթ չէր հարուցվի եւ մանրամասն ՀՑԿՀ նախագահի կողմից նշանակված նոր ինստիտուտ ընդ որում ժամանակավոր կառավարչի լիազորությամբ մանրամասն չէին ուսումնասիրի, մոնիթորինգ իրականացնել, վերահսկողությունը ստուգումներ անի այն ռազմավարական բնական մենաշնորհ ընկերություն ունեցող ընկերությունը ինչպեսին հեծն է։ Եվ երկրորդը հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը որքանով որ ինձ է հայտնի մեր նորանկախ պետության պատմության մեջ երբևէ 3 օր անընդմեջ 6-ից 10 ժամանոց նիստեր չի գումարել որևէ մենաշնորհ ունեցող կամ հանրային ծառայությունների այդ կարգավորման տիրույթում գտնվող ընկերության հարցերը քննարկելու։ Ընդ որում ընկերության
գլխավոր տնօրինի ներկայացուցիչները եւ սեփականատերերի փաստաբանական խումբը, շահերը ներկայացնող խումբը հանրապետության իմ գնահատականով լավագույն իրավաբաններն ու ամենաթանկ վարձատրվող իրավաբաններն են, ովքեր որ մինչև վերջին պահը ունեցել են լիարժեք լսվելու, կարծիք արտահայտելու, արձանագրումներ անելու, դիրքորոշում հայտնելու, միջնորդություններ ներկայացնելու երաշխավորված իրավունք, ինչը իրացվել է լիարժեքորեն եւ վերջնարդյունքում, ինչպես ասացի, 6 հիմնավոր պատճառներով հեծը զրկվել է լիցենզիայից, որին հաջորդում է արդեն երամսյա իմ ասած ժամկետը։ Ինչ ունի զրկել կամ խլելու մասին կարող է խոսք գալ։ Դա քաղաքական շահարկումներ են, որը որ որևէ տեսակի քննադատության չի դիմանում։ 6 կետերից մեկը, 6 պատճառներից մեկը 3 թե առաջին օրը հանրային ծառայությունների կարգավորման 3 հանձնաժողովի նախագահը բարձրաձայնեց, ես անկեղծ, որպես շարքային սպառող անակնկալի եկե, որովհետև նման բան իմ մտքով չէր կարող անցնել, ուրեմն տեղեկատվությունը հետևյալն էր, որ 2018 թվականից 24 թվականների տվյալները էլեկտրաէներգիայի վճարումների բնակչության կողմից սերվերների ջնջվել են։ Հիմա այստեղ մի քանի վարկած կա, դա անփութության հետևանք է, դա միտում է եւ այդ եթե նույնիսկ էական չի դրանցից որ մեկն է, ինչ հետևանքներ դա կարող է ունենալ։ Մի փոքրիկ հստակեցում, խոսքը էլեկտրական հաշվիչների, թվային հաշվիչների հիշողությունների այդ բազան ջնջելու կամ ջնջվելու, այո, մասին է, որովհետև բաժանորդների ծախսած սպառած էլեկտրաէներգիայի հաշվառումները այլ համակարգերում, այլ հաշվառման, այսպես սկրիչների վրա կա, բայց խոսքը հենց էլեկտրոնային հաշվիչների այդ համակարգի կորստի մասին է, որը որ դրված է նաև լիցենզավորված անձի ստացած լիցենզիայից բխող պահանջների հիմքում։ Այսինքն 6 դուք իրավացի եք 6 հիմնավոր պատճառներից հենց առաջինը նաև որոշման մեջ այդ դրվագն է դրված։ Խնդիրը ամենևին այս չէ, թե այդ տվյալները ինչպես կարող են ձեռք բերել, վերականգնել կամ որևէ տեղից հայթայթել կամ առհասարակ կառավարել հետագայում։ Խնդիրը այն է, որ նման միջադեպ է տեղի ունեցել հեծում, որը հանդիսանում է լիցենզավորված անձ, պետության կողմից լիցենզիա ստացած եւ հանրային ծառայությունների կարգավորման տիրույթում գտնվող իրավաբանական անձ եւ օրվա կառավարիչները, ղեկավարները, գուցե նաեւ հենց սեփականատերը դա թաքցրել են հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովից, ինչը ընթացակարգերի կոպիտ խախտում է, ընդ որում, եթե նաեւ հարգելով իհարկե անմեղության կանխավարկածը բոլոր կողմերի, եթե նաեւ խոսք կարող է լինել ապօրինի արտաքին կամ թեկուզ ներքին միջամտության մասին, ապա դա ավելի լայն մեծ դաշտ է բացում եւ այդտեղ կա նաեւ իրավական գնահատականի պոտենցիալ առերևույթ հանցակազմի հատկանիշ։ Ահա այդ դեպքը, որ տեղի էր ունեցել դեռևս 24-ի ավարտին 25 թվականի հունվար ամսվա սկզբին, այո, ծառայական քննություն է ժամանակին նշանակված եղել հեծում եւ ուսումնասիրությունները իմ ցույց տվեցին, ինչպես նաեւ անվտանգության եւ վերահսկողության տնօրինության, տեխնիկական տնօրինության կողմից ինձ ներկայացված զեկույցները, որոնք այդ մասին իմանալուց անմիջապես հետո ես պահանջեցի զեկուցագրերով փաստաթղթավորված պատշաճ տեղեկատվություն ներկայացնել, ինչ է տեղի ունեցել եւ ընթացքը ինչպես են լուծել եւ հասկանալով, որ այդ մասին ոչ միայն թաքցվել է իրավապահ մարմիններից այդ ինֆորմացիան, այլ նաեւ հենց ՀՑԿ-ից խախտելով հենց դրանով լիցենզիայի պահանջներից մեկը, բնականաբար այդ ամբողջը փաստաթղթավորվել է, ծառայողական քննության արդյունքները ամբողջությամբ ամփոփված եւ տեղեկանքի ու արձանագրության տեսքով գտնվում էր արդեն հեծում։ Այդ ողջ փաստաթղթերի փաթեթը ես փոխանցել եմ եւ հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովին եւ գլխավոր դատախազություն, ինչի հիմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել եւ այժմ իրականացվում է նախաքննություն։ Հավելեմ նաև, որ այդ մասով մենք կապ ենք հաստատել նաև մի շարք IT ընկերությունների ներկայացուցիչների հետ, այդ թվում նաև արտերկրի նման ծառայություններ, նման թվային լուծումներ մշակող եւ մատակարարող ընկերությունների ներկայացուցիչների հետ եւ մինչ օրս չի հաջողվել վերականգնել, ինչը նաև փաստերով եւ
փաստաթղթերով հիմնավորված է ՀՑԿ-ը որոշմամբ, որովհետև օպոնենտ կողմը վիճարկում էր այդ որոշումը նրանով, որ բեքափներ կլինեն, բեքափներ ունենք, գուցե նաև կարող են վերականգնել եւ այլն, բայց ինձ պաշտոնապես համապատասխան ստորաբաժանման պատասխանատուները, ինչպես նաև տեխնիկական տնօրինությունը, ովքեր որ ի պաշտոն է կոչված են ապահովելու այդ հաշվիչների անխաթար աշխատանքը եւ IT ստորաբաժանումը նաև հեծի, այսպես ասած խոստով անեցին, թե արձանագրեցին, որ վերականգնումն անհնար է եւ մինչեւ այս պահը դարձյալ ջանք է գործադրում եւ մեր նոր գործընկերներդ նույնիսկ մենք մեր իրավահարաբերությունները կազմակերպելիս եւ փաստաթղթավորելիս դարձյալ այս խնդրին առանձնատուկ ուշադրություն ենք դարձրել եւ գործընկերների արժեվ խնդիր ենք դրել հնարավորինս վերականգնելու տվյալ բազաները, բայց մինչ օրս դեռևս ցավով եմ նշում չի հաջողվում։ Դա նաև կարող եմ այսպես ասած պարզաբանել, թե ինչի արդյունք կարող էր լինել։ Նախամտածված էր, թե ոչ, եւ ինչ նպատակ կարող էր հետապնդել, դա թողնենք իրավապահների գնահատականին, որը անշուշտ չի ուշանա, բայց կառավարչական տեսակետից նաև հեծում մի այնպիսի վիճակ է եղել, որ հեծի այդ տվյալների բազաների հասանելիությունը տված է եղել 40-ից ավել արտաքին միջամտության իրավասություն ունեցող տարբեր IT-շնիկներ, այդ թվում նաև արտերկրից, Մոսկվայից, իրենց տաշիր ընկերությունների խմբի մաս հանդիսացող Հայաստանի ոչ ռեզիդենտ ընկերությունների ներկայացուցիչների եւ տվյալ ծառայությունը նաև ոչ միայն չի ապահովվել ու երաշխավորվել հեծի ներքին ստորաբաժանումների կողմից, այլ ընդհակառակը ամբողջությամբ հասանելիությունը տրված եղել այլ ընկերությունների եւ այլ IT ուրեմն ոլորտի մասնագետների ու ծրագրավորողների, որ բավականին նաև դժվար է լինելու իդենտիֆիկացնել, թե այդ մի քանի տասնյակ միջամտության լիազորություն ունեցող մասնագետներից որ մեկի արածն է կամ որ խմբի արածն է կամ որ կողմի արածն է։ Եվ ահա իրավիճակը ձեռքս հավաքելու առաջին իսկ րոպեներից ես կարգադրել էի, որ բոլոր հնարավոր դոստուպները, այսպես ասած, մեր սերվերների եւ այդ թվում նաև այլ տեխնոլոգիաների դրսից վերցնեն կառավարման տակ, որպեսզի լրացուցիչ ռիսկեր հանկարծի այդ ընթացքում, այդ թվում նաև գիտակցված սաբոտաժների տեսքով հանկարծ չառաջանան, ինչը կհանգեցներ էներգետիկ ճգնաժամի, որը կանխարգելելու եւ կառավարելու համար եմ հենց նաև ես նշանակվել ՀՑԿ նախագահի կողմից, Փառք Աստծո չունեցանք նման իրավիճակներ, որևէ ճգնաժամ չունեցանք, ավելին ասեմ նաև արդեն պաշտոնական վիճակագրության տվյալներով եւ էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումների տևողությունը եւ ինտենսիվությունը զգալիորեն նվազել են մեր երկրում եւ նաեւ բիզնեսի, հանրության, մեր քաղաքացիների միջին վիճակական սպառողի բաժանորդների կողմից նաեւ ստանում ենք հարյուրավոր դրական ազդակներ, որ ծառայության որակը հեծի կողմից մատուցվող բավականին լավացել է, բայց նաև մյուս կողմից էլ ունենք որոշակի ուղղություններով խնդիրներ, որոնք որ մինչ այժմ տաբուի տակ էին, չէր խոսեցվում, չէր քննարկվում, կարծես թե այդպես էլ պիտի լիներ։ Հիմա հանրությունը արդեն տեսնելով որ պետությունը իմպերատիվ միջամտություն է իրականացրել այդ ոլորտում, բարձրաձայնում է այդ խնդիրների մասին։ Իսկ մենք ցանկացած խնդիր ականջալուր ենք լինում, վերլուծում ենք եւ գնում ենք դրանց լուծման համակարգային լուծման ուղղությամբ նաև։ Տեսեք, հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի նախագահ իր վերջին չափազրույցներից մեկում եւս էլի մի հայտարարություն էր արել, որը այսպես կարելի էր մեկնաբանել թե այս կողմի վրա, թե այն կողմի վրա։ Խոսքը վերաբերում է նրան, որ հիմա հանձնաժողովը քննարկում է էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխման հարցը։ Բնականաբար լավատեսները ասում են, որ խոսքը վերաբերում է նվազմանը, վատատեսները, հոռետեսները ասում են, որ դա վերաբերում է, որ էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա։ Հիմա նման հարցով դուք դիմել եք հանձնաժողովին, թե դա ինչ որ ստանդարտ միջոցառում է, որ ամեն տարի անցկացվում։ Իմ կառավարման շրջանում շուրջ 4 ամիս ժամանակավոր կառավարչի լիազորությունների շրջանակներում նման հարցով մենք չենք դիմել, բայց նաև դուք իրավացիորեն նշեցիք, դա ՀՑԿ լիազորությունների շրջանակում է այդ հարցը նաև կարգավորվում, անկախ նրանից որևէ ոլորտի ընկերություն կդիմի թե չի դիմի, ՀՑԿ-ն յուրաքանչյուր տարի կախված ընթացիկ տարվա էներգոբալանսի արդյունքներից եւ հաջորդ նախատեսվող տարվա, առաջիկա տարվա նաև ռազմավարական որոշումների, ոլորտի կառավարման առանձնահատկությունների եւ այդ տիրույթում նաև եղած ցուցանիշներից որոշումներ է կայացնում։
զերծ մնալով որևէ գնահատական տալու եւ ակնկալիքներ ձևավորելու չձևավորելու, այսպես ասած, նաեւ կանխավարկածից հանրության շրջանում, պարզապես կարող եմ ասել, որ էներգոբալանսը բավականին դրական է այսօր մեր այս տարվա մեր երկրում, բայց նաեւ ինչպես նաեւ ՀՑԿ նախագահը իր խոսքում վերջին օրերին շեշտել է, միշտ տարի ակնկալվում է ատոմականի հերթական պլանային վերանորոգման գործընթացներ, այո, եւ նաեւ ոլորտի ինչ խնդիրներ եւ այլն, այս բան դեռևս որևէ կանխատեսում չենք անի, սպասենք ՀՑԿ-ի որոշմանը, որը որ կկանխորոշվի հաջորդ տարվա սակագինը։ Ես նաեւ ինքս որպես քաղաքացի, որպես հանրային քաղաքական գործիչ, բնականաբար ակնկալում եմ եւ հակված եմ վերանայման, ընդ որում իօքուտ մեր սպառողների, մեր քաղաքացիների վերանայման, բայց այս պահին այդ մասով զերծ կմնան որևէ կանխատեսումից թողնելով ՀՑԿ-ի եւ իր նախագահի որոշման տիրույթին։ Լավ, կսպասենք միասին։ Պարոն Պետրոսյան, տեսեք, վերադառնալով հեծի հնարավոր ճակատագրին, տեսեք, դուք ասացիք, որ 3 ամսվա ընթացքում պիտի գնան բանակցություններ, կառավարությունը պիտի իր գին առաջարկի հեծի սեփականատերեր իրենց։ Հիմա այստեղ տեսեք, հասկանալի է, որ լիցենզիայով հեծը մի գին արժե, առանց լիցենզիայի հեծը ուրիշ գին արժե, եւ այստեղ կազուսային իրավիճակ կարող է ստեղծվել, հաշվի առնելով, որ կառավարությունը կարող է գնահատի պայմանական եմ ասում 500 միլիոն, նրանք էլ ասեն, չէ, 5 միլիարդ դոլարի մասին պետք է խոսք գնալ եւ այլն։ Հիմա չեկավ ընդհանուր հայտարարի չեկանք։ Ինչ է լինում այդ դեպքում, հաշվի առնելով, որ Հայաստանում այդ գնահատման մեխանիզմը որպես այդպեսին չկա։ Շատ լավ հարց էր, տեսեք, նախ ի սկզբանե շեշտեմ, որ բնական մենաշնոր ունեցող ընկերությունն է միայն, որ օրենքի ուժով շարունակում է գործել լիցենզիայից զրկված պայմաններում։ Եթե բնական մենաշնորհի էներգետիկ ռազմավարական ոլորտի մենաշնորհի ընկերություն չներ հեծը, ապա չէր կարող գործել ու շարունակել, դրանով նաև շահույթ ապահովել սեփականատերերին, օրինական սեփականատերերին, օրինական շահույթ, ինչը այս պայն դեռ գեներացվում է, այսպես ասեմ։ Եվ համահավասար պայմաններում, այլ ոլորտներում պարզապես ընկերությունը գործություն կկասեցվեր եւ այդ պահից արդեն կորոշվեր իր հետագա ճակատագիրը, բայց քանի որ զուգահեռաբար մինչև իրավական գործընթացների, կառավարչական գործընթացների, այդ միջազգային ալյանսներում հնարավոր վիճարկման այդ համատեքստում մենք հակված ենք եւ իրականացնում ենք բացառապես մաքրամաքուր իրավական գործընթաց, զուգահեռաբար բայց սպառվում է այդ թվում նաև ձեր ստուդիայում հիմա էլեկտրոէներգիա միացված։ Եվ ահա այդ գործընթացների ուրեմն երամսյա ուրեմն տևողությունը նրա համար է նախատեսված, որ կամ միջազգային գնահատողների ներգրավմամբ, գուցե Big 4-ի կամ Big 10-ի հեղինակավոր աուդիոտական ընկերության ներկայացուցիչների եւ ընկերությունների ներգրավմամբ, գուցե զուտ հաշվապահական հաշվառման եւ աուդիտի օրենսդրության կիրառմամբ կանոնադրային կապիտալի, բաշխված շահույթի, չբաշխված շահույթի, ներդրումների ընթացիկ եւ ակնկալվող հանրագումարի եւ համադրումների արդյունքում դուրս բերվի հեծի իրական ֆինանսական արժեքը։ Դուք իրավացի եք, որ ընկերությունը իր գործող լիցենզիայով բնականաբար այլ գին կարող է լինել, որպես լիցենզավորված անձ, բայց այլ բան է, երբ ընկերությունը 6 հիմնավոր պատճառներով զրկվել է իր լիցենզիայից եւ պետք է գնահատվի ընկերության իրական ակտիվների արժեքը կամ գուցե ասենք անվանական արժեքը կամ բալանսային արժեքը, որը կարգավորվում է օրենսդրությամբ։ Բնավ չմտնելով հաշվական հաշվառման այդ շերտերի մեջ, կարող եմ ասել, որ մեծապես կախված է նաեւ ընկերության ունեցած պարտավորությունները, վարկային գծերը, ընկերությունն այսօր որևէ տարբեր թվեր է շրջանառվում հեծի վարկային պարտավորությունները ինչքան են։ Այս պահին հեծի ընդհանուր պարտավորությունները, այդ թվում նաև պարտատոմսերի ընդհանուր արժեքով մոտ 376 միլիոն ամերիկյան դոլարի չափ է հասնում։ Ընդ որում ձեզ ասեմ, որ իմ նշանակումից հետո մի շարք ֆինանսական գործառնություններ օպտիմալացնելով, ֆինանսական կառավարումն ավելի արդյունավետ դարձնելով, սա նաև դրվատանքով ասեմ, ի պատիվ իմ նշանակած թիմի եւ ֆինանսիստների ու կառավարիչների, մենք մոտ 21 միլիոն դոլար վաղաժամկետ մայր գումարի վարկեր ենք մարել։ Ընդ որում մի փոքրիկ, այսպես ասած, բացահայտում եմ ձեր եթերից, որի մասին երբևէ չեմ խոսել, իմ նշանակման պահին
Երբ հուլիսի 18-ին ես նշանակվեցի եւ հուլիսի 21-ին պետական ռեգիստրի գործակալությունում գրանցվելուց հետո նոր միայն ժամանեցի ստանձնելու լիազորությունս, այդ օրը նաեւ ընթացիկ հարկային պարտավորությունները մարելօրներ եւ ինձ համար անակնկալ էր, որ մինչ այդ ու վերջին մի տևական շրջան հեծում հարկերը վճարելու համար նույնիսկ բանկերից վարկային օվերդրաֆտներ են վերցրել, որտեղ շրջանառու միջոցներ այդ բան չեն ունեցել։ Ու միայն այն, որ ընդամենը 4-5 օրվա համար օվերդրաֆտներ են վերցրել, հարկերը վճարել մի քանի միլիարդի հասնող ամսական հարկերը, ապա հաջորդող մի քանի օրվա ընթացքում հատուկ հաշվից փոխանցելով ընթացիկ հաշիվների գումարները գեներացվել եւ դրանով մարել են այդ կարճաժամկետ օվերդրաֆտների տոկոսները, հեծի վրա դրանք արժեցել են 8, 10, 15 միլիոն դրամ ամեն ամիս, լրացուցիչ ծախս ամեն ամիս, դա էլ նույնիսկ ծանրացել է հեծի ծախսումների վրա։ Հավաքագրումները մոտավորապես 99% են կազմում, չէ՞։ Ու հավաքագրումների ուղիղ պատճառ չէր դա ավելի շատ պատճառ էր, թեպետ այո հավաքագրումների առումով ինքը լավ ցուցանիշ է ձեր ասածը, բայց հավաքագրումների պատճառով չէ, այլ այն պատճառով իմ գնահատմամբ, որ Տաշիր ընկերությունների խմբին աֆիլացված տարբեր ընկերություններ, կապալառու ընկերություններ, նախագծային ընկերություն, մատակարարողներ եւ այլն, հեծից միլիարդավոր դրամների կանխավճարներ են ստացել իրենց բիզնեսը կազմակերպելու։ Ես չեմ պատկերացնում մեր երկրում այլ բիզնեսի ոլորտ, որտեղ որ ձեռք բերողը միլիարդավոր դրամների կանխավճար կտա մատակարարին առանց մրցակցային պայմանների մենաշնորհային դիրքով ընդ որում իմ գնահատականներով առերևույթ բազմապատիկ անգամ ուռճացված գներով ծառայություններ եւ ապրանքներ մատակարարելու համար եւ սեփական ֆինանսական միջոցները տրամադրելով այլ իրավաբանական անձանց ընդհանուր մի արժեքային մաս կազմողներս ենք հասկանում իր իսկ հարկերը եւ աշխատավարձերը ինքը վճարել է կարճաժամկետ վարկային գծեր վերցնելով գործընկեր բանկերից մենք այդ տարատավոր պրակտիկայի վերջը տվել ենք հենց առաջին ամսից եւ արդեն բացառապես սեփական միջոցներով եւ հարկերն ենք պատշաճ վճարում մեր պետության եւ турքերն ենք վճարում եւ աշխատավարձներն ենք ժամկետին վճարում դրանով նաեւ բավականին մեծ գումարներ տնտեսելով ինչի արդյունքում 21 միլիոն դոլարի կարգի վարկային միջոցների վճարում արեցինք Պարոն Պետրոսյան, այսպես հիմա հեծը վերցնենք էներգետիկ դաշտից տեղափոխենք քաղաքական դաշտ, որովհետև այդ մանիպուլյացիան անընդհատ լինում է։ Տեսեք, սեփականատերերը կամ նրանց հեծը չէ, հեծի մասին պատմությունը։ Սեփականատերերի ներկայացուցիչները պարբերաբար ասում են, որ մենք խզնական փուլում կառավարության առաջարկում ենք, ասում ենք թույլ տվեք մենք ներդրումներ անենք, բարելավենք աշխատանքը, չընթառաջեցին։ Հիմա պնդում եմ, որ այս ամենը ինչ որ տեղի է ունենում հեծի շուրջ, դա ուղիղ քաղաքական հետապնդում է եւ այդ քաղաքական հետապնդման հիմնական թիրախը դա Սամվել Կարապետյանն է, որը որոշել էր զբաղվել քաղաքականության Հայաստանի Հանրապետությունում եւ հիմա այսպես պետությունը եկել է ձեր չսիրած բառն եմ օգտագործելու այս դեպքում ես չեմ դրա հեղինակը, եկել է ունեզրկման ճանապարհին է կանգնել հիմա։ Ինչի չթողեցիք, որ մարդիկ իրենց ներդրումները անային վերջապես։ Ես ձեր հարցին, ձեր քաղաքական հարցին պատասխանեմ որպես քաղաքական գործիչ։ Քաղաքապետարանի վարչության անդամ, այդ թվում։ Ոչ թե քաղաքական հայտարարությունից հետո սկսեց այս ամեն ինչը, այլ այս ամեն ինչը արդեն նախանշվում էր եւ իմ գնահատմամբ Տաշիր ընկերություն խմբի սեփականատերը գնաց այդ ճանապարհով գուցե որպեսզի հետագայում քաղաքականացվի ամբողջ process-ը, նաև գեներացնի որոշակի քաղաքական կապիտալ, իր հերահար քաղաքական գործունեության նպատակներում այդ կապիտալը ծախսելու հույսով։ Ես այդպես եմ գնահատում իրավիճակը եւ համոզված եմ դրանով, հիմա փաստարկեմ։ Եթե հիշում եք անցյալ տարվա սեպտեմբեր ամսին դեռևս ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովում տեղի ունեցան լսումներ էներգետիկ ոլորտում ծառացած խնդիրների մասով։ Լսումները բավականին բուռն անցան, այդ թվում նաև հեծի, էներգետիկ ենթակառուցվածքների այլ մարմինների ներկայացուցիչներ, դա օպերատորն է, դա բեցն է, դա տկեն ներկայացուցիչ որպես լիազոր մարմին կառավարության էներգետիկայի ոլորտը համակարգող մասնակցեցին եւ վերջին արդյունքում ինչ տեղի ունեցավ։ Տեղի ունեցավ այն, որ հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի նախորդ նախագահը, որը մի քանի ամիս էր որ վերընտրվել էր երկրորդ շրջանում, լքեց իր պաշտոնը։ Դա լավագույն քաղաքական ու կառավարչական ազդակն էր, որ ոլորտում խորքային խնդիրներ կա։ Նաև իր պաշտոնից ազատվեց էներգետիկայի ոլորտը համակարգող տկեն փոխնախարարը, որը երկար տարիներ հեղափոխության հենց
սկզբից ի վեր զբաղեցնում էր այդ պաշտոնը մեր կաբինետում, մեր կառավարության կաբինետում։ Եվ ահա նորանշանակ նախարարը նաև տկեն պարոն Ղուդացյանը նոյեմբեր ամսին նշանակվելով 1 շաբաթ 10 օր անց արդեն ինձ հայտնի են այդ մանրամասները, որովհետև ինքս նշանակվելով ժանրակրող կառավարիչ խորապես ուսումնասիրել եմ այդ ամբողջ նախապատմությունը, որպեսզի լիարժեքորեն տիրապետեմ իրավիճակին։ Պարոն Ղուդացյանը տկեն նախարարի կարգավիճակում շուրջ 1 տասնյակ հանդիպումներ է ունեցել միջև վարչական բարույթը հարուցելը Տաշիր ընկերությունների խմբի փոխնախագահ, այդ շրջանում Հեցի տնօրեն խորհրդի դարձյալ փոխնախագահ, ապա նաև հունվարից Հեցի տնօրեն խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի հետ։ Դրա մասին չեն խոսում ոչ մեկ այդ կողմը։ Եվ մոտ 1 տասնյակ հանդիպումների ընթացքում տկեն նախարար եւ տնօրեն խորհրդի նախագահ քննարկվել է Հեցի շուրջ ստեղծված իրավիճակը, էներգետիկայի ոլորտում արկա խնդիրները եւ մասնավորապես էլեկտրաէներգիայի բաշխման ոլորտում Հեցի տիրույթում ծառացած խնդիրներն ու արկա իրավիճակը շտապ շտկելու անհրաժեշտությունը մարտահրավերները եւ նաեւ պարոն Ղուդացյանը կառավարության կողմից, վարչապետի կողմից իր անսահման աջակցությունն ու պատրաստակամությունը հայտնել սեփականատերին, նրանց ներկայացուցիչ եւ տնօրենի խորհրդի նախագահ հանդիսացող անձին եւ Հեցի ղեկավարությանը աջակցելու շտկելու իրավիճակը Հեցում, որը անխուսափելիորեն անդրադառնում է մեր քաղաքացիների կյանքի որակին, բիզնեսի տարբեր շերտերին, արտադրությանը եւ այլն։ Եվ այդքան հանդիպումներից հետո յուրաքանչյուր հանդիպում ավարտվել է Հեցում որևէ նշանակալի պաշտոնայի ազատ աշխատանքից, մասնաճյուղերի տնօրենի փոփոխությամբ, գլխավոր տնօրենների, տնօրենության ներկայացուցիչների փոխատեղումներով, այդ թվում նաեւ փոխվել է այդ գործընթացների կիզակետում, փոխվել է նաեւ Հեցի տնօրեն խորհրդի նախագահը եւ փոխնախագահի կարգավիճակում գործող անձը արդեն այդ փոխության արդյունքում բաժնետերի ժողովի կողմից նշանակվել է նախագահ, որպեսզի անձամբ ձեռքահավաքի իրավիճակը եւ լուծումներ առաջադրի, ցավոք իրենց ջանքերը իդերև են, ինչպես ասում են, կամ պարզապես չստացվեց, կամ որոշ շրջանակներ, այդ թվում գուցե իրենք չուզեցին, որ ստացվի։ Երբ ուզում ենք ստացվի, այս ստացվում է, որովհետեւ այն բացահայտումները, այն ուսումնասիրության արդյունքները, այն շտկումները, ընթացակարգերի լավարկումներն ու առնվազն գնման ու մատակարարման գործընթացների թափանցիկությունը մրցակցությունն ապահովելու արդյունքում այսօր արդեն էներգետիկայի ոլորտում մեր երկրում տնտեսվարողների կողմից լրջագույն աժիոտաժ է առաջացել, որովհետև եթե նախկինում այդ արժեշղթայի մեջ ներգրաված էր 10-12 ընկերություն, որոնք բացառապես աֆիլացված են ներողություն Տաշիր ընկերությունների խմբի, ուրեմն սեփականատերի հետ, ապա այսօր շուրջ 200 տարբեր մասշտաբի ընկերություններ եւ անհատ ձեռնարկատերեր տարբեր ձևով ներգրավվել են Հեցի տնտեսական գործառնությունների տարբեր շերտերում, շուկայի ուսումնասիրությունից մինչև մատակարարումներ եւ գնման գործընթացներ։ Պարոն Պետրոսյան, մի հատ էլ քաղաքական հարց, տեսեք, դուք ասացիք, որ անցած տարվա սեպտեմբերից ՏԿՆ-ը չունի էներգետիկայի գծով փոխնախարար։ Բայց հիմա տեսեք, մենք ունենք ատոմական, մենք ուզում ենք ունենալ նոր ատոմական, մենք ունենք ՀԵՑ, մենք ունենք ԲԵՑ, մենք ունենք էներգետիկ ծրագրեր Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Հիմա նախատեսում ենք այդ ծրագրերը զարգացնենք Վրաստանի հետ, Եվրոպայի շուկայի մասին ուզում ենք ջերմաէլեկտրական։ Մի խոսքով շատ են այդ ամենը։ Տասնյակ հիդրոէլեկտրականներ։ Ահա։ Չէ, որ թվարկենք իրենք շատ են, ենթակառուցվածքներ, բան եւ այլն։ Հիմա ըստ ձեզ միգուցե եւ դուք արդեն այսպես մարդեք, որը ներսից է այդ համակարգին ծանոթ, հա, հուլիսից, այս մենտեղ եք առավոտից գիշեր։ Միգուցե նրանից է, որ մենք էներգետիկայի նախարարությունը ժամանակին այնքան էլ ճիշտ չարեցինք, որ փակեցինք։ Ունենալով նման հսկայական տնտեսություն։ Ու ձեր հարցը իրականում միգուցե Հեցի գործը դրան չհասներ։ Այսպես ասեմ, քանի որ ձեր հարցը դարձյալ էլի քաղաքական հարց է, ես քաղաքական պատասխանեմ, որ այն ինչ արել է մեր կառավարությունը, կառավարության կառուցվածքի մասին օրենքի մեջ փոփոխություն կատարելով, դա հիմնավոր է եղել, բավականին ընդգրկուն քննարկումների արդյունքում է արել եւ դա ես բնականաբար կասկածի տակ չեմ կարող դնել, որովհետեւ խոսքը իմ թիմի եւ իմ նաեւ կառավարության մասին է, բայց նաեւ արդյունավետության տեսակետից չեմ կարող բացառել գուցե եւ առանձին էներգետիկայի բնական պաշարների օրինակ գերատեսչություն ունենանք, որը ուղիղ ոլորտի
կառավարմամբ, քաղաքականության մշակմամբ եւ իրացմամբ կզբաղվի, քան դա անում է փոխնախարարի մակարդակով տկեն նախարարության շրջանակում, գուցե եւ ավելի արդյունավետ լինի, չեմ կարող այսպես ասած մեկնաբանել, բայց մյուս կողմից գերատեսչության կամ լիազոր մարմնի կառուցվածքի ուղիղ կառուցվածքով պայմանավորել մասնավոր, բայց նաեւ լիցենզավորված իրավաբանական անձի գործունեությունն ու ներքին այսպես դրվածքները, խաղի կանոնները մի քիչ ազնիվ չէ։ Ասենք էներգետիկայի ոլորտ համակարգող փոխնախարարի կամ տկեն նախարարի մեղքով չէ, որ սեփականատերը այնպիսի մի այսպես ասած բետոնե պատնեշ է կառուցել հեծի շուրջը, որ որևէ տնտեսվարող համահավասար պայմանների, այդ թվում է ՀՑԿ կողմից կարգավորված գնման գործընթացների թափանցիկության եւ ներառականության հնարավորությունը չի ունենում միջամտելու, նաեւ այդ թվում է առողջ մրցակցության արդյունքում ինքնարժեքները իջեցնելու հեծում, դա լոկալ կառավարիչների եւ կոնկրետ սեփականատերերի մեծագույն բաց թողումն է, մեղմ ասած բաց թողումն է, բայց մյուս կողմից էլ կարող եմ ուղիղ գնահատական տալ, դա հեծում գեներացվող գերշահույթների միգրացիան է իրենց մասնավոր այլ ընկերություններ, եթե հեծը իրենով այդ ամեն ինչ աներ, միգրացիայի խնդիր չլիներ, հեծում ահռելի գերշահույթները վաղ թե ուշ կհանգեցնեին սակագնի իջեցմանը։ Հիմա ես կարող եմ ասել, որ կարող եմ կանխորոշել, կանխատեսել, որ օպոնենտ կողմը կսկսի դարձյալ բարձրագույն հայտարարություններ, որ այս պարգևավճարը սագնի վրա չի ազդում, այն ծախս սագնի վրա չի ազդում, սագնի վրա ազդում են միայն ներդրումային ծրագրով եւ այլն եւ այլն։ Այո, հարգելներս, եթե ոչ ուղղակի չեն ազդում, ապա անուղղակիորեն հաստատ ազդում են, որտեղ եթե խոսքը գնում է մեր քաղաքացին իր սպառած էլեկտրաէներգիայի դիմաց վճարմանը եւ այդ վճարումից մարդիկ գերշքեղ կորպորատիվ ծախսեր են անում, մի քանի տասնյակ բարձարժեք լաքշերի, ուրեմն տիրույթի ամենագնաց շքեղ մեքենաներ են վարձակալում, միաժամանակ իրենց տան բակում եւս 3-4 այդպեսին ունենալով, չգիտեմ ինչպես փորձելով հագեցնել սեփական էգոն, ապա այդտեղ մի բան ճիշտ չէ եւ անխուսափելիորեն այդ աշճանի ուռճացած ծախսերը կրճատելով եւ ահռելի շահույթներ հեծում տեսնելով անխուսափելիորեն ոլորտում պիտի գնար սակագների նվազեցման, իսկ եթե սակագների նվազեցման համար պիտի նաեւ օրենք փոխվի եւ սակագնի կառուցվածքը փոխվի, որպեսզի նաեւ կառավարիչների, տնօրենների, նրանց խորհրդականների, քարտուղարների, վարորդների պարգևավճարներն ու շքեղ կենսակերպը կորպորատիվ իմաստով իհարկե կենսակերպը պիտի ներազդի սակագնին, ապա ուրեմն պիտի կառուցվածքը փոխվի օրենքի, ներազդի սակագնին եւ այդ ծախսերը կրճատելով ՀՑԿ-ն կարողանա սակագնի իջնել, որտեղ վերջն արդյունքում ինձ համար պետության եւ հանրության շահն է առաջնահերթ։ Շնորհակալություն զրույցի համար։ Հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցներ Հայաստանի էներգետիկ ցանցերի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը, ես Լևոն Սարդարյանն եմ, կհանդիպենք արդեն երկուշաբթի օրը նույն ժամին, նույն վայրում հաջողություն եւ համբերություն բոլորիս։